Ասացի հյուսիսային դպրոցի չորրորդ դասարանցիներն ենք, գնում ենք պատրաստացիական հասցության։ Հացի ուսումնական արտադրամասում։ Այստեղ պատրաստվում են այն հացերը, ինչ դուք ուտում եք, մանկապարտեզում, դպրոցում, երկարօրյային ունենք, այստեղ ենք թխում։ Եվ ընկեր Մարթա, ես ձեզ ընդհատեմ, ամենահամեղ հացն է։ Շնորհակալություն։ Դուք չեք պատկերացնի մեր խմբում երեխաները ոնց են ուտում այդ հացը։ Շնորհակալություն ձեզ, ձեր լավ ու մեծ աշխատանքի համար։ Մենք սիրով ենք անում, այս պատճառով համեղ է ստացվում։ Ես հիմա ձեզ կտամ ձեր բաժին այլուրը, որպեսզի դուք կարողանաք աշխատել։ Ձերքերը կայլուրոտեք, շատ չայլուրոտեք, խմորելով հացը 4 չստացեք։ Մենք հիմա գեղեցիկ հացիկներ ենք անելու, ամեն մեկը ձեր ցանկացած ձևով։ Նեմոտ չեք անում, սրտիկ եք արանք անում։ Սրտիկ եք, ամեն ինչ որ ուզեք։ Սրտիկ եք ուզում, սրտիկ արեք։ Ես սովորական։ Հիմա ինձ կասեք, խմոր պատրաստելու համար ինչ անհրաժեշտ։ Ջուր ու աջուր։ Ապրեք, էլ ինչ ամենակարևորը։ Մենք ասել ենք, չէ՞, կամ խմորիչ, կամ Ապրեք դուք և արևածաղկից հետ։ Ապրեք դուք, լավ պատրաստված եկել եք։ Իսկ խմորը առաջին անգամ որտեղ են հայտնագործել, քանի տարի առաջ գիտեք։ Հին Եգիպտոսում։ Քանի տարի առաջ գիտեք, 30,000 տարի առաջ։ Իսկ Հայաստանը եղել է ամենաառաջին երկրներից մեկը, որտեղ առաջին անգամ հաց են թխել։ Եգիպտոսից հետո։ այո, իրենք նաև գիտեն, որ քարե դարում, չէ՞, մարդիկ ինչ են արել երեխաներ, վայրի հատիկաբույսերը ջրում փափկեցրել են, հետո բովելուց հետո մանրատել, չէ՞, որպեսզի կարողանան պատրաստել հաց։ Այո, միջին դարում, քարե դարում մարդիկ եւս հաց են թխել երեխաներ։ Ձեզ սպասող ունեք ընկերներ։ Ես ընկերոջ եմ Ես ուտել։ Որը ես չեմ Մենք հիմա խմորը ձևավորում ենք բատոն տեսակի հացի համար։ Տեսեք, այսպես գլանաձև պտտում ենք խմորը, ծայրերը ամրացնում ենք, հիմա սա կդնենք թավի վրա, այսպես, տանապով, չէ, բատոն չեք տեսել երեխեք, կարող եք անել այսպես, լինի գեղեցիկ, ոսկեգույն տեսք ունենա ու լինի խրթխրթան, մենք քսում ենք հացի վրա բուլամաշ, բուլամաշը դա եփած այլուրն է, այլուրը եռացրած ջրով բացում ենք, մի փոքր եփում ենք կրակի վրա, մարմանդ կրակի, ավելացնում ենք ձետ, հետո դա հիմա քսելու ենք հացերի վրա, դրա միջոցով հացը ձևավորելու ենք և նոր դնենք թխվելու։
մատներով քաշել։ Մատներով քաշում ենք, չէ՞ խմորը։ Ձևավորում ենք, այդ իսկ պատճառով ենք կոչվում է մատնաքաշ։ Ապրեք երեխաներ։ Մենք խոսել ենք, չէ՞, հացի սննդարարության մասին, երեխաներ։ Հացը, գեցես իմ աղջիկ, հացը պարունակում էր սպիտակուց, վիտամիններ, հատկապես B խմբի, հանքանյութեր եւ ածխաջուր եւ բջջանյութ, չէ՞ երեխաներ։ Այո, եւ բջջանյութ է պարունակում։ Մենք խոսել ենք հացի սննդարարության մասին։ Եվ հացը իր սննդարարության, լավ մարսողության եւ էժանության շնորհիվ երեխաներ շատ արագ տարածվեց ամբողջ աշխարհում։ Երեխաներ, ձեր ձևավորած հացերն արդեն պատրաստ են։ Ինչպես է ստացվել։ Շատ համեղ, չէ՞ երեխաներ։ Սեբաստացի կենտրոնի հացի արտադրամասում խփված յուրաքանչյուր հաց շատ համեղ է եւ շատ սպասված Սեբաստացի փոքրիկների համար։ Կեցեք դուք։ Ամենահամեղ հացը երեխաներ թխվում է որտեղ։ Սեբաստացի կենտրոնում։